Բնության շռայլությունը հակադրվում է Լոռու մարզի Քարաբերդ գյուղի աղքատի կենթակառուցվածքներին։ Սոցիալ-կենցաղային մի շարք խնդիրները բարդացնում են գյուղաբնակների առօրյան։ Գյուղում դպրոց, մանկապարտեզ և խանութ չեն գործում։ Բնակչության զգալի մասը զրկված է ոռոգման ջրից, ինչը լուրջ մարտահրավեր է հողագործությամբ զբաղվող քարաբերդցիների համար։ Շատ մարդ կա ջուր չունի, ջրի պահանջ կա, ամենքը իրանց գիտեցած մի կերպ ապրում են էլի։ Ասիմ ջրագից պետք է քաշեն, առայժմ մի թեթևակից օգտվում ենք, բայց որ քաշեն շատ լավ կլի։ Օրինակ ես մեծ ցանքս եմ արել, բայց ջուր չունեմ, չորանում է։ Հնարավոր չի ինչ-որ տեղից գնամ ջուր կրեմ, բերեմ, որ այգին չրեմ։ Ես ունեմ, բայց բոլորը ունենան, չէ, մեծ բասեին են հիմա նախատեսել սարքեն, կուզեի, որ բոլորն էլ ունենան։ Քարաբերդի ճանապարհներն անմխիթար վիճակում են։ Բնակիչները նշում են, որ երբևիցե չեն ունեցել ասֆալտապատ ճանապարհ, ինչ հիշում են անբարեկարգ է։ Ընդգծում են, եթե ճանապարհները բարեկարգ լինեին, շատ բնակիչներ չէին լքի գյուղը։ Առաջի հերթին ճանապարհը, որ կարգավորվի, որ բնակիչները շատանան։ Ճանապարհները դե առայժմ երևի տեսել եք կռունտապատ են։ Դե միշտ էլ սենց էլ ասֆալտ երբեք չի եղել այստեղ։ Քարաբերդը Հայաստանի դատարկվող գյուղերից մեկն է։ Այստեղ հանրային տրանսպորտ չի գործում։ Բնակիչները ստիպված են օգտվել տաքսի ծառայություններից, կրելով լրացուցիչ ֆինանսական բեռ։ Տաքսիները գնալ գալը 4000 նստում է։ Հա, բայց բնակիչը ինչ է ստեղծում, որ ասենք այդքան տա, գնա գա։ Ասենք մենք ավտո ունենք, երբ պետք է տղես գնում գալիս է։ Ուրիշներն էլ դե, ով էլ չունի, էլի մեկի հետ գնում գալիս է։ Որ տրամադրեն գյուղում գոնա մեկ մեքենա աշխատեր, ասենք թեկուզ շաբաթ կիրակի, որ ժողովուրդը կարենա գնայի առևտուրն անի գա, տանի գյուղի աշխատանքը տանի գա, լավ կլինի։ Տաքսի են կանչում, որ ասենք գնում են քաղաք հացա, բան առնենք, նորից տաքսիով հետ կանք։ Քարաբերդի վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը մեծ հետ զրույցում ընդգծեց, որ գյուղում բացակայում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ, սակայն առաջիկայում սուբվենցիոն ծրագրեր կան նախատեսված։ Ջրի հարց հալուցվել 76 միլիոն գումար են հատկացել, որ արդեն մրցույթը կայացել է, մարդիկ շահել են, շուտով կսկսեն այդ գործը։ Ճանապարհների գործը ընթացքի մեջ է, լավ ֆինանսավորում չկա։ Քարաբերդում ենթակառուցվածքների բացակայությունը, սկսած մանկապարտեզից ու դպրոցից լրջորեն ազդում են ժողովրդագրական պատկերի վրա։ Չնայած ջրամատակարարման հարցում առկա լավատեսական սպասումներին, ճանապարհների և տրանսպորտի հարցը մնում է անորոշության մեջ։ Քարաբերդցիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը պահանջում է ոչ միայն տեղի իշխանությունների, այլև գործադիր մարմնի միջամտությունը, բնակիչների կյանքի որակը բարելավելու և համայնքից հետագա միգրացիան կանխելու համար։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ։